Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողներից, քաղաքացիներից, հայտնում եմ ձեզ, որ Թովմաս Թովմասյանի գործով այս պահին ունենք հետևյալ դրական զարգացումները։ Հիմա 3:52 է ժամը, Մասիսից ես շարժվում եմ դեպի Երևան, ուրեմն Թովմասին հիշեցնեմ 3 օր առաջ 72 ժամով, ժամը 15:30-ին ձերբակալել էին Պետի քաղաքից ոստիկանի հետ միջադեպի պատճառով, մեղադրանք չկա, ուրեմն գործը ներառում էր նաև ապրիլի 26-ին այդ ենթադրյալ դանակահարության դրվագը մի մարդու, որը որ այդ ժամանակ ազատ ֆրֆռում էր, հիմա արդեն կալանավորված է, գիտեք ու մասին է խոսքը, անուններ չեմ ուզում տամ, և 3 օր ինտենսիվ քննչական գործողություններ, 2 օր ինտենսիվ քննչական գործողություններ էին կատարվում, վարույթը տեղափոխվել էր հաջորդ իսկ օրը Մասիս քաղաք և սպասում ենք ինչ հանգուցալուծում պետքա լիներ։ Ժամը ուղիղ 15:30, 72 ժամը նրանալու պես Մասիսի քննչական բաժնից նա ազատ արձակվեց և քիչ անց քննիչը մեզ տեղեկացրեց, որ դրա նկատմամբ մեղադրանք այս պահին առկա չէ։ Դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Դատախազը նման որոշում չի կայացրել, որտեղ մեղադրանքի որոշողը դատախազն է։ Իսկ եթե չկա մեղադրանք, բնականաբար չի կարող լինել նաև խափանման միջոցի հարց։ Այսինքն մենք ազատ ենք, սա չի նշանակում, որ վարույթը ավարտվել է, վարույթը շարունակվելու է, բայց այս պահին ազատության կամ որևէ այլ խափանման միջոցի հարց չկա։ Ես ուզում եմ ոչ միայն իմ, այլև Թովմասի ընտանիքի կողմից բոլորին շնորհակալություն հայտնել, ովքեր որ այս ընթացքում հետաքրքրվում էին, աջակցում էին այն հանգամանքը, որ գիտեք, այս գործը ճյուղավորում է բուն գործից, աջակցում էին ընտանիքին, այն ընտանիքին, որը ամիսներ շարունակ արդարության որոնման մեջ էր և արդարությունը սկսեց շոշափելի դառնալ միայն այն բանից հետո, երբ որ դա դարձավ հանրային լայն զանգվածների սեփականություն։ Այսօր ես տեղ էի գնացել Մալիշկա գյուղ, բարեկամ ծանոթ հարազատ, ում տեսնում էի այդ հարցն էր տալի, բա ինչ ա լինելու, բա ոնց ա լինելու, ախր սենց ոնց կլինի, Թովմասի հարցը, Թովմասի հետ խոսել եմ, Թովմասը արդեն վերագտել է իր այսպես համեմատաբար իր հավասարակշռությունը, որ ասում թշնամուց չէի ցանկանա այդ հոգեկան և հոգեբանական վիճակում հայտնված լինել, նրան արդեն այս ընթացքում տեղեկացրել եմ, որ քննչականն էլ վարույթը շարունակելու է, մեզ անհրաժեշտության դեպքում հրավիրելու է, մենք էլ գնալու ենք, ինչպես բաց ենք եղել, ամբողջությամբ բաց ենք եղել մայիսի 6-ի էպիզոդի կապակցությամբ, ուրեմն մենք մեր մոտեցումը շարունակելու ենք, ապրիլի 26-ով նշեմ, որ ցուցմունք չենք տվել ընդհանրապես, թող քննությունը իրականացվի, որևէ խնդիր չկա, բայց մայիսի 6-ով մենք ամբողջությամբ բաց ասել ենք, այդ թվում բաներ ենք ասել, որոնք որ առաջերտին ճշմարտություն են, հիմա թող քննչականն էլ դատախազություններ գնահատեն, հիմա այս պայմանությամբ մենք ունենք նման որոշում, ես չգիտեմ, դա քննչականն է ինչ որ միջնորդություն արել, որպեսզի չլինի ինչ որ որոշում կամ դատախազությունը, չգիտեմ, այս պայմանությամբ նորից ասեմ, մեղադրանք չի առաջադրվել և Թովմասը իր ընտանիքի անդամների, ընկերների, տիկնոջ հետ Մասիսից շարժվեց դեպի Պետի։ Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր որ այս գործի մեջ էին։ Ուզում եմ
հատուկ շնորհակալություն ասել Վեդի դպրոցի ղեկավարության ուսուցչական կազմին, որտեղ իրանց ջանքերով է այս ամեն ինչը ջրի սկսել դուրս գալ դեռ փետրվար ամսին, հետո անգործություն, հետո լրատվական, հետո Սյուզի Մադոյան եւ այլն։ Մնացածը դուք տեղակ եք։ Այո, ընկերներին եմ ուզում շնորհակալություն ասեմ, չնայած հրապարակավ, չգիտեմ, որոնք որ տարբեր քննչական գործողություններ կատարելու համար ինգ իրավապաշտպաններից մեր Սերգեյ Հարությունյան, Վահան Հարությունյան, կարիք լիներ մյուս տղաներն էլ Հարազդատն ու Արսենեկը միանային ամեն դեպքում ինձ օգնեցին, որպեսզի մենք արագ կարողանանք ապահովել փաստաբանների մասնակցություն տարբեր քննչական գործողություններում կապված ընտանիքի հետ։ Իսկ հանը կարող եմ ասել, եթե հարցեր լինեն, կարող եմ նրան տեսնեմ լրացուցիչ անդրադառնալ, այս պահին անցնում ենք մեր մյուս գործերին եւ ուշի-ուշով հետևում ենք մայր գործի քննությանը, փորձում ենք, եթե անհրաժեշտություն լինի, այստեղ ամենակարևորը երեխաների ռեաբիլիտացիան է, անկեղծ ասած իմ կարծիքով, որ դա հնարավոր լինի արդյունավետ իրականացվել եւ նաեւ դաս լինի բոլորիս, որ ինչա պետք է անել եւ ինչ պետք չի անել։ Աստված բոլորիս հետ հաջողություն։